Բարի օր։ Այս պահին գտնվում եմ Թումոյի այգում, Հաջոպնյակ վարչական շրջանում։ Թումոյի այգու այս հատվածը, սիրելի երևանցիներ, գտնվում է քանդու-քարափ վիճակում։ Ամբողջ հատվածով շրջում էի, այս հատվածը շատ տգեղ անճոռնի վիճակում է գտնվում ու սա նոր չի, սա արդեն երևի 1-2 տարի է այսպես է։ Տեսեք այս իշխանությունը, այստեղ իմ հիշելով Նիկ ապարան սրճարան կար, որը այստեղ էր, եկավ քանդեց, այդ սրճարանն էր այստեղ գտնվում, սրճարանը քանդեց ու թողեց քանդու-քարափ վիճակում։ Եթե այսպես պիտի մնար, այս հատվածը Թումոյի, տեսեք, եթե այսպիսի վիճակ պիտի թողեին, ավելի լավ էր այստեղ սրճարանը մնար, քան այս վիճակը։ Տեսեք ինչ։ Հիմա ցույց կտամ ամբողջ տարածքը, քանդու-քարափ, բարձրանանք, տեսեք։ Այստեղ սրճարանի հատվածն է եղել, որը այսպես էլ քանդված մնացել է երկար ժամանակ։ Տեսեք, այստեղից սիրելի քաղաքացիները աստիճաններով մի ճանապարհ սա է, մի ճանապարհ նա է, որը քանդած այս հատվածի մուտքը դեպի Թումո այգի քանդու-քարափ վիճակով են անցնում։ Իսկ հիմա սիրելի քաղաքացիներ տեղեկացնեմ, որ Թումոյի այգին տրված է վարձակալությամբ, սա վարձակալությամբ տրված այգի է և քաղաքային իշխանությունը հետևողական չի նաև այս այգուն, ինչպես Հրազդանի կիրճում գտնվող մանկական երկաթուղում անբարեկարգ վիճակ էր և քաղաքային իշխանությունը չէր պարտավորեցնում վարձակալին կատարել իր պարտավորվածությունները, նույնը Թումոյի այս հատվածում է, երկար ժամանակ քաղաքային իշխանությունը պարտավոր է վարձակալին ստիպել բարեկարգել այս տարածքը ու երկար ժամանակ է անգործություն է այս տարածքում։ Տիգրան Ավինյան, ուշադիր նայեք և ինչ եմ հիմա կոչ անում, բոլոր վարձակալության պայմանագրերը պետք է խստացվի և պարտավորեցնեն վարձակալներին, որ այսպիսի վիճակ չթողնեն Երևան քաղաքում կամ վարձակալությամբ չտան։ Տեսեք, տալիս եք վարձակալության, ցանկացած կապ չունի ով է տվել վարձակալության, պարտավոր է տեղի ժամանակի իշխանությունը պարտավոր է հետևողական լինել ամբողջ տարածքին, որ այսպիսի վիճակ չլինի։ Հիշեցնեմ, այստեղ սրճարան էր, այստեղ Նիկ ապարան սրճարանն էր ժամանակին, որը քանդեցին և թողեցին այսպես, արդեն երկար ժամանակ։ Տիգրան Ավինյան, սա մեկ, Թումոյի այգին պարտավորեցնել այս հատվածը կառուցել, կանաչապատել, ամբողջ տարածքը բարեկարգել, երկրորդ Հրազդանի կիրճի պայմանագիրը ապրիլի 13-ին վերջացել է վարձակալության պայմանագիրը, արդեն իսկ վարձակալ գոյություն չունի, պատկանում է քաղաքապետարանին, մանկական երկաթուղին և կոչ եմ անում պայմանագիրը, եթե կտրվի այլ վարձակալությամբ, շատ խիստ պայմանագրի մեջ խիստ լինի կետերը և վերականգնել ժամանակակից
ատրակցիոններով, ժամանակակից մեխանիզմներով մանկական երկաթուղին վերականգնել, այլ շինություններ անթույլատրելի է մանկական երկաթուղում, նույնը այստեղ, սա շատ շուտ պետք է վերականգնվի։ Այս հատվածը իհարկե շատ գեղեցիկ է, ասեք, այստեղ նաև վարդեր են, բայց այս գեղեցիկ հատվածից, որ մի պահ վերադառնում ես այն քանդու քարապ եղած տարածքը, շատ տգեղ է, իրականում շատ վատ է նայվում այս ամենը, ծերուն չի Տիգրան Ավինյան, այդքանը։